Պարոն Ավետիսյան, այսինքն դուք գտնում եք, որ գրեթե 1,5 միլիոն դոլար արժողությամբ գույք ունեցող քաղաքացին սոցիալական ապահովության խնդիր ունի, մեկ, մի հարց, երկրորդ հարցս, որովհետև դուք ասում եք մինչև 200 միլիոն, եթե ճիշտ հասկացա, այսինքն 199 միլիոնի դեպքում դուք սոցիալական ապահովության խնդիր եք տեսնում։ Երկրորդ հարցս, դուք արդյոք ունեք ուսումնասիրություն, թե Երևանի կենտրոնում 1990 թվականից հետո Երևանի կենտրոնում, այսպես ասած, կներեք այս բառի համար, ինչ դեմոգրաֆիական փոփոխություն է տեղի ունեցել։ Այսինքն, քանի տոկոսն են նոր, այսպես կոչված, հայեր, որոնք գնել են այդ ձեր կողմից պաշտպանվածության անհրաժեշտություն ունեցող տատիկների, փափիկների տները եւ քանի տոկոսն է մնացել հին, այսպես կոչված, կենտրոնի բնակիչներ։ Այդպիսի ուսումնասիրություն ունեք, թե չունեք։ Նախ անդրադառնալով հարցի առաջի մասին։ Ինչի եմ նախագծով, ինչ ենք մենք առաջարկում 200 միլիոնից ավելը, որ շարունակի հարկվել, որովհետև գործող, այսպես ասենք, սանդղակը ամբողջական վերանայման խնդիր ունի եւ այստեղ ես համաձայն եմ, որ նաեւ լիարժեք խորքային քննարկումներ իրականացվեն եւ հետեւաբար այս քննարկումները անհրաժեշտություն ունեն խորքային վերլուծությունների, ինչը նաեւ լիազոր մարմինները անեն եւ ներկայացնեն այդ թվում ազգային ժողով, հետեւաբար մենք անդրադարձել ենք գործող սանդղակին գոնե այն մասով, որ ասենք օրինակ 10 միլիոն դրամանոց, մինչև 10 միլիոն, մինչև 25 միլիոն կամ մինչև 75 միլիոն արժողությամբ գույքերի գույքահարկը, կրկնում եմ, որոնք 21 թվականից պատիկներով արդեն աճել են, 26 թվականին եւս 30-35% չաճեն մինչև այդ խորքային գնահատում։ Իսկ ինչ վերաբերում է դեմոգրաֆիական, այսպես վերլուծություններին, դուք այդ հարցը որ տալիս եք, բնականաբար պատասխանը գիտեք։ Իհարկե ոչ, ես հո ինստիտուտներ չունեմ, որ դեմոգրաֆիական վերլուծություններ իրականացնի, դա կառավարության գործառույթ է եւ ես նման հետազոտության չեմ հանդիպել, բարեբախտաբար թե դժբախտաբար, բայց կարամ ես ասեմ, որ մեր առաջարկած լուծումը եւ հետագա լուծումը շատ ուղիղ դրա հետ կապված չի։ Եթե մենք օրինակ արտոնություն նախատեսենք, թեկուզ մի մարդ լինի, որը որ ապրում է իր պապենական տանը, կենտրոնում, ասենք, որը ժառանգել է պապից պապ, ասենք, կառուցված 1920 թվականի շենքում մարդը ապրում է, հիմա այդ գույքահարկը այդ մարդու, ես այդ մեկը հաշվել եմ, ասենք մոտավորապես ամենամինիմումը կազմելու է տարեկան 350-360 հազար դրամ, այսինքն ամսեկան մոտավորապես 30 հազար դրամ, այսինքն այնքան ինչքան նվազագույն կենսաթոշակն է։ Հիմա այստեղ մոտեցում պետք է, թե պետք չի, այո մոտեցում պետք է եւ նույնիսկ այդ մի քաղաքացու համար, այդ մի պապիկի համար մենք այսինքն կարանք այստեղ լուծում տանք։ Հաջորդը օրինակ արտոնությունն է, այսպես շեմի, չհարկվող շեմի։ Մենք սա սոցիալական կոմպոնենտ է, ասում ենք սա պետք է պարտադիր քննարկվի եւ ճիշտ չափ որոշվի չհարկվող շեմի համար։ Սրանք լուծման կարոտ հարցեր են եւ այս նախագիծը բուն նպատակը գոնե այս վիճակում կասեցնել է հետագա բարձրացումը եւ նաեւ ուշադրություն բևեռելը, որ եկեք նստենք մի հատ ամբողջական նայենք, ես խոսքիս մեջ նաեւ ասեցի, որ նախորդ ուրեմն հարկային համակարգը, նախորդ գույքահարկի մեխանիզմը ավելի կոշտ կամ ավելի բարձր հարկային ըստ էության հարկման ռեժիմ էր նախատեսում գերթանկարժեք գույքերի համար, քան այս մեկը եւ այո, ես ասում եմ, որ 200 միլիոնը դեռ շքեղությունը չի եւ եթե մենք ուզում ենք իրապես միջազգային փորձից այսպես կոչված շքեղության հարկի սահմանում ունենանք կամ դրան մոտ հարկային համակարգ 200 միլիոնից հետո մենք պետք է շարունակենք։ Այո, ես համաձայն եմ, որ 500 միլիոն 1 միլիարդ դրամանոց գույքերը շատ էական եւ ավելի բարձր հարկ պետք է ունենան, քան ասենք օրինակ մինչև 20-25-30 միլիոնանոց գույքերը, որտեղ բնակվում են շատ ավելի համեստ, այսպես կեցություն ունեցող մեր հայրենակիցները։ Սա է մոտեցումը, այսինքն այն նպատակը, որի սկզբանե դրված է, պարոն Աղազարյան, այս լուծումը այդ նպատակին համեմատ լուծում չի կարող համարվել։
Արձագանք ունեք։ Պարոն Ավետիսյան, ես ասենք որոշակի բան է, որովհետև ժամանակին այդ օրենքը որ ընդունում ենք, որոշակի ուսումնասիրություններ արել էի իհարկե, եւ շենքեր կան կենտրոնում, որտեղ 1-2 հին, այսպես կոչված շուտանից ապրող բնակիչներ են մնացել, բոլորը նոր եկած կարող մարդիկ են եւ այլ։ Բայց այդ դեպքերի համար էլ օրենքը նախատեսում է տարբերակ, որ համայնքը, քաղաքապետարանը 10%, եթե չեմ սխալվում, պարոն Պողոսյան, 10% հնարավորություն ունի, այսպես կոչված բան անելու, զեղչելու եւ այլ այդ գույքահարկը, օրենքը այդ բանը թույլ է տալիս։ Մյուս հարցս, դուք գտնում եք, որ բանը, ես լավ չհասկացա, որ 200 միլիոնից բարձրերի համար օրենքը ոսոր կայնպես էլ մնա, օրենքը, եւ բանը, եւ պարոն Պողոսյան, միգուցե դուք պատասխանեք այս հարցին, չէր նախատեսված այդպես իրավիճակ, որ եթե թոշակառուներ են ապրում, ապա իրենք չվճարեն գույքահարկը, այդ հավաքվի։ Հետագայում ինչ-որ ձևով մարվի, էլի։ Դե հիմա իմ երթն է պատասխանելու, պարոն Աղազարյան, չէ, ես արձագանքեմ մնացածը նախ հավաքվի հետ կապված ես կարծում եմ դա լավ մոտեցում չի։ Երբ որ մենք քաղաքացիներին ասում ենք տուն ես հարկային պարտավորություն, բայց sense ես աշկ եմ փակում, այդ պարտավորությունը մի կատարի, հետո Աստված գիտի ինչ կլինի։ Դա լավ բան չի, դե պարտաճանաչ հարկային, դե չէ, այտենց ես համաձայն չեմ։ Մի րոպե, լավ, ժողովուրդ, հիմա չէ, մոտեցումա օրենքի առաջ բոլորն էլ հավասար են, այսինքն պետք չի օրենքով սահմանել պարտականություն, հետո էլ ասենք ձեռնետ ասել այդ պարտավորությունը մի կատարի, հետո այդքան այդ մարդիկ փորձանքի գան, դառնան ապօրինի գործողություն իրականացնող, մի հատ էլ տուժեր տուգանքներ կուտակվի, չէ։ Խնդիրը հետևյալն է, ինչա թուղթն ու գրիչը ձեր ձեռքն է, ինչն է խանգարում, ձեր չէ հիմա, արդեն կառավարության, ինչն է խանգարում, որ վերցնեն այդ թուղթ ու գրիչը, այդ արտոնությունները նախատեսեն եւ մարդիկ օբյեկտիվորեն օրինական այդ արտոնության ռեժիմում գործեն եւ օրենքեր չխախտեն, գիտակցաբար կամ թույլատրելի կամ չթույլատրելի, չի կարելի թույլ տալ օրենքը խախտել, որևէ կերպ։ Սրան ես միանշանակ դեմ եմ։ Իսկ ինչ վերաբերում է այդ 200 միլիոնին, այո, պարոն Աղազարյան, ես ասում եմ 200 միլիոնից բարձրի համար գույքահարկը պետք է շարունակի աճել այն ձևով ինչ որ օրենքն է նախատեսում, ասեմ ավելին, 200 միլիոնը այն շեմը չի, որտեղ մենք պետք է կանգնենք, որովհետև վստահաբար ձեզ ասում եմ, որ շատ գույքեր, ես քանակով չեմ կարող հիմա ասել, կան եւ հələ կլինեն, որ ասենք 500 միլիոնից ավել են, 1 միլիարդ դրամանոց են եւ այլն։ Այստեղ այո, պետք է գործի այսպես կոչված պերճանքի հարկը իր ողջ ճկեղությամբ եւ շատ ավելի բարձր եւ դրա հաշվին կարելի է օրինակ զեղչել եւ միայնակ թոշակառուների գույքահարկը եւ կարելի է նախատեսել ցածրաժեք գույքերի չհարկվող շեմ, ինչը որ օրինակ նախկինում կար եւ այո դա կլինի լիարժեք սոցիալական կոմպոնենտ եւ վերջապես մոտ կլինի այն նպատակին, ինչը հրճակվել էր այս փոփոխությամբ։ Որ սրանով չէին ասել, բերեք կեղեքենք մարդկանց միջին եւ ցածր եկամուտ ունեցողներին, բերեք կեղեքենք այս անգամ գույքահարկով։ Այդպես բան չեն ասել, չէ՞։ Եթե ասած լինեն, կասեի, հա, նորմալ է, այս նպատակը իրականացված է։